Հաղորդման գործընկեր MG Group, հաղորդման գործընկեր Memorial սքոցարայություն։ Կհեռացնեմ։ Հեռացրու, արա, ջնջի։ Սա կջնջի։ Լսի, դու իրերի հանդեպ ոնց որ տենց բան ունես, հա, նախախնամություն եւ պաշտանմունք։ Հա։ Ինչու մարդը հո իր չէ։ Չէ, մարդը չէ, հիմա ես նայում եմ դու այդպես հատուկ նշանակություն ես տալի, պետք է այս բրենդի ժամացույց լինի։ Այ հետաքրքիր է, մատանիդ ինչու ես կրում, դու այդպես պարտադիր։ Ինչա, շատերը այսօր չեն կրում, դու ինչու ես կրում, օրինակ։ Դու տեսնում եմ անում մարդը։ Հա։ Ամուսնացած է, ընտանիք ունի։ Հա, այսինքն դա քո համար ուղեցույց է, ոչ թե դու կրում ես որպես այդպես քրիստոնյա պարտադիր, ինչպես անձնագիր է։ Հա։ Լավ, քո վերաբերմունքը իրերի հանդեպ ոնց։ Վայ, շատ արագ ձերբազատնում եմ, նույնիսկ հագուստ է, եթե հին է, պետք է շատ արագ շո մեկին նվիրեմ։ Տանը ոչ մի հին իր չպիտի լինի, ոչ արագ ավելորդ բան պետք է լինի։ Բայց մի տեսակ իրի պաշտամունք էլ ունես, դու այդպես պետք է այսպես ուշադիր լինես, որ այս բաժակը պետք է պետք է դրված լինի հենց այսպես։ Այսպես պետք է դրված։ Իսկ եթե հանկարծ մի հատ խազ եւ ճակ լինի, պետք է հեռացնել խազը, բաժակը պետք է փոխել։ Կյանքում վատ բան կկատարվի, թե պարզապես տգեղ է։ Չէ, տգեղ է, էսթետիզմ, մեկի համար էսթետիզմ, ռոմանտիզմ։ Մեկի համար տգեղ է, մեկի համար ինչ որ խորհրդանշական հատկություն եւ նշանակություն ունի։ Տեսնենք ինչ կասեն այս ամենի վերաբերյալ մեր հյուրերը եւ ինչ են իրերը նրանց համար։ Անպիտան իրերը։ Դիմավորեք մեր առաջին հյուրին։ Եվ այսօր առաջինը մեզ է միացել ռադիոհաղորդավարուհի Մաշա Մատվեևան։ Ողջույն, բարի գալուստ, լույսը վառերի տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ ես այստեղ եմ։ Ողջույն, Մաշա ջան։ Թեման այնպեսին է, որ կարծես թե քո հետ ինչ որ կերպ պետք է որ կապ ունենար, ինչու։ Որովհետև քեզ անընդհատ ինչ որ նույն թեմաների մեջ հարցեր են տալիս, բան հոգնել ես, չէ։ Հիմա այսօր ուրիշ հարցեր ենք տալու։ Աշխատավարձից։ Իրերից եմ խոսում այսօր։ Աշխատավարձն էլ է իր։ Ինչքան աշխատավարձ պետք է ունենաս, որ թանկարժեք իր գնես քո համար։ Որ դրես այդպեսի թանկարժեք ակնոց, ինչպեսին հիմա Իմ շատ թանկարժեք ակնոցը արժի մոտավորապես 1700 դրամ, դրանց որ չէ, եկեք ակնոցի հետ չհամեմատենք։ Ճիշտ ես ասում։ Конечно։ Ոտ ինչքան փող եմ ուզում, ինձ թվում է $20,000 ամիսը ինձ հերիք։ Ինչ համեստ ես։ Ինչ ես անելու, ինչի վրա ես ծախսելու, եթե վերցնենք զուտ իրերի, Մաշ։ Девочки, мальчики, ինչ իրեր, ես իսկականից տենց իր կրող չեմ, քչով յոլա եմ գնում։ Ինչ վրա կծախսեի պուտեշեստվե, մորը։ Մաշ, բայց իտալացիներ այ տարեվերջին միշտ անպիտան իրերը, գիտես, լուսամուտից դուրս են նետում, ասում են որ չարը գնա, բարին գա։ Հետո կապետարանը գալիս է։ Հա, հետո գալիս են հայտարարագրում։ Դու նման բան արել ես թե ոչ, այդ տանից հին իրը տարեվերջում հանես, մեկին նվեր տաս թե հավատությունը ունես։ Մեկ անում եմ տենց բաներ, պրոստը կարևորը մամաշ չիմանա։ Չի սիրում մաման։ Мама считает, что все в хозяйстве пригодится։ Հա, հին սերունդը թույլ չի տալիս, ասում, չթապես դիշ պետք կգա։ Ահա, այդ բաբուշկին սունդուկ ասված։ Այ դուք ունեք այդ տատիկի ինչ որ այսպես սունդուկ, հա, այդ թաքստոց։ Սունդուկ չունենք, չուլան ունենք։ Տատիկի չուլանը, ահա։ Պապիկի չուլան։ Պապիկի։ Այսինքն տատիկի մամայի տատիկի չուլան։ Հա, որտեղ ինչ որ բաներ կան, որ ձեր համար կարծես թե այսպես սիմվոլիկ ռելիկվի, հա, ինչպես ասում են, այսպես խորհրդանշական բաներ լինի եւ դու գաս վերցնես դա օրինակ գիշերը գրկես քնես կամ չգիտեմ դրա առաջ Չէ, такого нет, но можно да по-русски периодически. Я все понимаю, просто если большие тексты по-армянски не смогу 100%. Что касается реликвий в нашем доме, много реликвий, потому что я говорила не раз. Мой дедушка, мамин папа, он коллекционировал антиквариат. И ну вот если вы были в нашем историческом музее, то в принципе, вот, начиная с 8-го этажа, заканчивая первым, там везде прекрасные вещи, старинные, которые принадлежали когда-то моему дедушке. Իկոնաներ տարել են, բայց պատկերասրահում չկա։ Բայց դրանք թանկ հարստություն է, ես ասում, եւ դա վերնիսաժ չէ, այլ արդեն մեկ այլ թեմայի բան է։ Ну там 17 век, там 18 век, да. В общем, так что что-то из реликвий осталось дома, потому что когда 7 дней выносили все это имущество, мама и тетя что-то там успели спрятать. Вот. А что касается чулана, то там вплоть до того, что есть варенье,
которое закрывала еще мамина бабушка. Вай? Да. Вот, и мураса мамы поки мураба. Ասամարասմա տատիկնա հələ որ տատիկնա բաներել փակել այդ մուրաբան ուտելը վտանգավոր է ուտելը վտանգավոր է բայց մամայի ձեռքը չի գնում որ Մաշ այդ ձեր այդ քաղաքակրթությունը որ կուլտուրան է քո որ արմատիկ կուլտուրան է ձեր ընտանիքում քո մոտ այդպես գերիշխում գերակշռում Ոյ նույն Դու արմատներով քանի ճյուղ ունես Որտեղից են Պապաս ծնվել է Գանջայում, բայց 6 տարեկանից արդեն ապրել է Երևանում, մամաս երևանցի է, բայց մամայիս պապիկը Իգդիրից է։ Ահա։ Այդքանը գիտեմ, շատ բան չգիտեմ։ Ոչ մի սլավոնական էսպես արմատներ։ Ոչ մի ռուսական, հրեական, ոչինչ, փաստորեն։ Չէ։ Հետաքրքիր է։ Կա ձեր տանը ինչ որ իր, որը փոխանցվել է եւ դու կփոխանցես։ Միգուցե զարդերից կապած, որը քեզ հաջողություն է օրինակ, միգուցե փոքր էսպես իկոն կա կամ ունեմ տատիկիս օղերը, որոնք ինձ համար են, то есть երբ որ ես ծնվել եմ տատիկս ինձ անվիրել, բայց ես երբեք չեմ գրել Девочки, мальчики, я Селевий все-таки ирек, инчвор уриш арматный рунем, я абсолютно равнодушна к золоту бриллианту. Абсолютно. Да, это единственное маленький крестик, то есть не голда, которая, значит, перевешивает шею. Да, все очень скромно, вот это единственное, что я ношу. Ոնց է վերաբերվում են մարդկանց, ովքեր պարտադիր ինչ որ մի սիմվոլիկ իրեն կրում, համարելով որ դա կարող է թևնոց լինի, թալիսման է եւ պարտադիր իրենց պետք է այդ իրենց հաջողություն բերում է, թե դա հոգեբանական խնդիր։ Ինձ թվում է կարող է եւ բերում է, կարող է, главное, что во что ты веришь։ Ես հավատում եմ, որ սա իմ հաջողությունն է։ Այս երկու կոչունիկ Այո, մեկ է մի հատ էլ տալիսման ունեմ։ Я долгие годы работала в компании Макдональдс. И всем сотрудникам Макдональдс на десятилетие дарили перстень из белого золота с буковкой М. Вот это единственное, что всегда со мной. То есть, прошу прощения, все мое золото-бриллиант, они в Москве. Ну, не ношу я. А вот этот вот перстень и вот это вот то, что всегда со мной, куда бы я ни поехала. Հարցնենք նաև մեր երիտասարդ մայստրոին, Վահան ողջույն, ինչ ունես չունես տանը պահած, նաև տատիկի ժառանգություն ստացած, որ մշտապես ձեր նկուղում է կամ գուցե ինչ-որ Հիմա գողերը լսում են էլի, ասենք որ իմանան մի անգամից գան տունը այդպես չքանդրտեն։ Մի անգամ վերջերս նկուղը դատարկել ենք, դա բան չկա ուղղակի։ Իսկ ինչ վերաբերվում է իրերին, դե հոգեհարազատ իրեր լինում են։ Լավ իր, վատ իր, գիտեք, գուցե մեզ կան իրեր, որոնք մեզ համար պիտանի չեն, բայց մեծ սերնդի, ավագ սերնդի համար սիրելի են։ Այդ որը կարող է լինել, հին օրինակ ինչ-որ լուսամփոփ լինի, որ ասի, ասենք, չգիտեմ, 5-րդ դարից մնացած լուսամփոփ։ Դե լավ, դա արդեն մեծ դա կարևոր բան է, դա արդեն ոչ թե դա լուրջ արժեք է։ Դա անպիտանից չէ։ Դա անտիկվարիատ է։ Չէ, այդպեսի բան չկա իհարկե, բայց ուզում եմ ասեմ կան հին իրեր, որ օրինակ եղբայրս անպայման ուզում է հին իրերից ազատված լինի։ Բայց օրինակ ես այն կողմնակից եմ, որ եթե կան իրեր, որոնք թեկուզ հին են, մի 30 տարվա պատմություն են, կարան էլի իրենցից արժեք ներկայացնել։ Դու քո ստուդիայում չունես անպիտան ոչինչ, որից ուզենաս հրաժարվել եւ այդպես էլ ժամանակը չի հասնում, որովհետեւ վերցես ու դեն ես։ Ստուդիայում միայն նորագույն տեխնոլոգիա է եւ ուրիշ ոչինչ։ Մեկ էլ իմ բազմոցը։ Անհետաքրքիր է։ Անհետաքրքիր է։ Այո, շատ։ Մարջան, իր հաճախ ես կորցնում կամ գտնում եւ երբ գտնում ես։ Օրինակ, եթե գտել ես։ Օրինակ մտածել ես մարդ ասում է, էս ով է կարող է վրան այսպես ինչ որ փորչա, թուղթուգիր նագավոր այսպիսի բաներ է արված, ինչու են սա գցել։ Օրինակ Կամ եթե գտնում ես միգուցե ասես ուրիշի էներգետիկան է վրան։ Եթե կորցնում ես, ապա մտածում ես, վայ, իմ հաջողությունը գնաց էս իրի հետ։ Ես ուզում եմ կապեմ հաջողությունը առարկայի հետ, իրի հետ։ Երեխեք, չեմ հիշում, որ ինչ-որ բան գտնեմ, ճիշտ ասած, բայց երբեք մանկության տարիներին էլ չես գտել։ Հիմա եթե հիշեմ, կպատմեմ, բայց հիշում եմ, որ գնում էի Լողավազան ու ինձ թվաց, որ կորցրել եմ խաչս ու Մարիամ Աստվածից։ Ու հիմա տանջվում եմ, բոլորը ման են գալի, ես առավոտը շուտ էի գալիս, հələ մարդ չկար ու
сотрудники бассейна ищут, в общем, все не находят. Настроения никакого, мне плохо, я звоню маме, говорю, мам, я потеряла крестик и вот этот медальон. Մար շկաֆի վրա դրած։ Բանա չէ, ոնց էս այդ բանին ուրախանում, ոնց ինչպեսի։ Իդեպ երեք մայստրոն գումար է գտել, նա խոստովանեց քիչ առաջ։ Այո։ Դե բայց ինչքան ես գտել։ Քիչ, 1000 դրամ։ $100 $100 պատկերացրու։ Լուրջ ես ասում։ Այո։ Իսկ Բայց պատիվ արդեն ծախսել եմ ոչինչ չուզեք։ Եվ ոչ մի էներգետիկա նրան չի խանգարել այդ գումարը ծախսել։ Կներեք մի բան է պատմեմ, այս խաչքի խաչ բանը։ Իսկ խաչը որտեղից։ Արի պատմությունը խաչի։ Չէ, ոչ մի ինչ որ գնել ես, պարզապես։ Պապանա կարծեմ գնել իմ համար։ Անցյալ տարի ծովում լողանում եմ։ Всё, ու հասկանում եմ, որ այս մեդալյոնчика պոկված, извините, вот так вот на груди у меня. Вот вода не смыла его. Вот так вот на груди он, да, вот так вот приклеился к груди. Դու մագնիսական հատկություններ Да, это я. Իրերը վերածենք նվերների, այդ նվերների կուլտուրան նույնպես չէ իր է, հա, եւ ոնց ես դու ընդունում нверները, որը մի քիչ սիմվոլիզմ են, այսպես իրենցից ներկայացնում, եւ արդյոք դու նման նվեր տալիս ես։ Не могу сказать, что я очень разнообразна в дарении подарков, и могу сказать, что я равнодушна к подаркам. Для меня не имеет значения, насколько это дорогой подарок или... То есть... Իսկ ինչ կարող է պետքական կամ հակառակը, այդ իրը նվիրել են քեզ։ Այն մեկը նվիրել է մեծ այսպես լայն ժպիտով, բայց իրականում դու հոգու խորքում զգում ես, որ դա քեզ Անպիտան իր է։ Եթե ես հոգու խորքում զգում եմ, որ դա ինձ պետք չի, բայց դա լավ բան է, ես կարող եմ այդ իրը հետո ուրիշ մարդու նվիրեմ, որովհետև եթե այդ իրը լավն է ու ինձ պետք չի։ Օրինակ հիշես ինչ են քեզ նվիրել, որ դու համարել ես անպիտան, բայց իրականում ինքը ինչ որ մեկին պետք է։ Парфюм. Даже я знала точно, что этот парфюм мне не подходит. Вот, в принципе, скажем так, дарение парфюма это не самое правильное, но если ты человека знаешь и знаешь, какой парфюм человек предпочитает, то можно подарить, если этот человек тебе близок. Вот, и я так и делала. То есть я понимала, что это не мой парфюм, я не люблю цветочные запахи, но я знаю, что вот эта моя подруга любит цветочные запахи. Լավ, այս շատ ակտուալ է նվիրում են նկարի շրջանակ։ Օրինակ ինձ պետք չի այդ նկարը, այստեղ չունեմ դնելու այդ շրջանակները, բայց նվիրում են մարդիկ։ Նկարի շրջանակ չեն նվիրել, բան են նվիրել, зеркало, господи։ Հայելի։ Հայելի։ Բայց ասում են հայելի նվիրել չի կարելի։ Ինչպես տասկինակ, դանակ նվիրել չի կարելի, օճառ չի կարելի նվիրել։ Ժամացույց։ Այդ չէ լսել։ Այ սրա մասին ինչ կասես։ Նվերներ եւ սնահավատություն, սուիվերի։ Верю, буквально 3 օր առաջ պապիկը նվիրեց տղայիս Արտեմին նվիրեց ժամացույց։ Դե իրան գնացին երկուսով ընտրեցին, որովհետև Արտեմը շատ լավ է դպրոցը ավարտել։ Ու դեդան ասեց, ինչ ես ուզում ժամացույց, օքեյ։ Ես էլ աշխատանքի տեղն էի, Տյոման ասում, Տյոման, подари дедушке, отдай дедушке 50 դրամ։ Չգիտեմ, Տյոման 50 դրամ տվեց պապիկին, թե չէ, բայց ես ասեցի։ Այ ինչ ավանդույթներ էլ դրա հետ գիտես, այսինքն եթե ժամացույց ինչ որ կոպեկ, էլ ինչի հետ պետք է գումար տաս։ Օճառը չէ, կարծեմ։ Օճառ առհասարակ ասում են լավ չի նվիրել, բայց դրամապանակ հայ դրամապանակի մեջ $1 դնում են։ $1 չգիտեմ, հա որ ինչ որ փող պետք է լինի։ Հետո գիտեմ որ նոր մեքենա են առնում, եթե դու առաջի անգամ ես այդ մեքենան նստում, էլի ինչ որ թղթադրամ պետք է դնես։ Ինստիտուտում Մոսկվայում եմ սովորել ես։ Ընդհանրապես շատ հերոյ էի ես ավանդույթներից и так далее, а у нас был предмет традиции, искусства, что такое, не помню. Բայց սնահավատությանը հավատում եք։ Մեկ-մեկ, հա, մեկ-մեկ, հա, այսինքն ինչ որ բան կապ, И, значит, у нас зачет по традициям. Я не знаю никакую традицию вообще. В смысле, ну, я не готовилась, но надо сдавать. Я такие армянские традиции придумала, что мне просто автоматом 5 поставили на весь год. Даже есть просто хосумей, այսինքն ինչ գլուխս գալիս էր, ես ինչ որ բան էի պատմում, հա, կարևորը վստահ, у вас в Армении такие традиции, да. Ինչ ասել չեմ ասել։ А что касается снахаватության, я была в положении в интересном, Артём Исаевич спасом, ու ամեն երեկո շատ ուշ ես ու փոքր քույրս գնում ենք
ոտով դեպի սաս, որ ինչ-որ քաղցր բան առնենք։ Ես գալիս էի գործից, դե մինչև գիշերուշ ժամի աշխատում էի։ Ու մեկ անգամ գնում ենք ի կոշկը перебежала дорогу։ Այս սև կատուն չպետք է առավոտյան, հատկապես գործի գնալուց անցնի ճանապարհը։ Գործի խանութ գնալուց, երբ որ քաղցրավենիքի հետևից են գնում։ Ու քրոջս ասում եմ, надо обойти։ Я говорю, я верю в черные кошки, ասում եմ, չէ, գիտես, ասում եմ, եթե ձեռքերը բարձրացնում ես վերև, 3 անգամ պտտվում ես, в общем, չի ասում։ Абсолютно։ Բոլորը քեզ են նայում։ Մոտավորապես այդ ժամանակ 36 տարեկան կին, այսպես կանգնած պտտվում էի։ Причем спусом, հա, այդպես փորով, փորիկով։ Բամոլեյո, չէ՞ լրիվ։ Դա ավելի դա մի տեսակ բան է, չէ՞, չոր հուդուի, այսպես աֆրիկյան ցեղի ներկայացուցիչ։ Я смеялась, и это делала вот так вот. Դու հավատացիր եւ արեցիր։ Да. Մայստրո ջան, այս ամենը, այս իր սնահավատություն, սա մի քիչ աստվածահաճո բան է, թե մենք այդքան ուշադրություն չենք դարձնում ինքը ավելի կյանքային է եւ ես կարծում եմ, որ պետքա Գիտեմ, ես ուզում եմ լավ չէ սնահավատությունը եւ մի այսպես թոյակ ասում են այդպես կարծիք կա, որ ասում են ինչին հավատում ես, դա կատարվում է, այսի կա կարծիք կա, նույնիսկ ապացուցված, բայց ես խորհուրդ չեմ տա սնահավատ լինել, դա լավ բանի չի բերում, որովհետև գուցե եւ շատ ընկղմվես այդ գաղափարախոսության մեջ, շատ տրվես եւ գերի կդառնաս եւ հետո խախտվես ամեն ինչ։ Ինչպես այսօր սուրճը թափվեց նկարանումից առաջ, մի դե լավ է թե վատ։ Դե սուրճը իր չի, բայց մեր թեման չմոռանանք, սնահավատությունը չի, իմ անպիտան իրերն է։ Արի հրավիրենք մեր հաջորդ հյուրին եւ ել ավելի թրջացնենք մեր զրույցը, եթե դեմ չեք։ Դիմավորեք։ Երկիչ նաև մեկնաբան հաղորդավար Ասատուր Ասլանյանն է մեզ միացել, ողջույն։ Ասատուրը կարծես թարգել է երգելը, սկսել է զբաղվել հաղորդավարությամբ։ Այո, իրավիճակներ փոխվեցին, երգելը չթարգեցինք, իհարկե, եթե լինում են առիթներ, սիրով մասնակցում եմ, բայց նաև չիմանանք։ Ուրախության առիթներին։ Մեր գործընկերոջը էս պահին, նոր գործընկերոջը։ Ողջունեք նոր գործընկերոջը, բայց քո ծառայություն։ Նորմալ է։ Կարծում եմ այո, որովհետև կան, եթե պետք է լինեն սպասարկման ոլորտի տարբեր կազմակերպություններ, դա եւս սպասարկում է։ Ահա։ Օրինակ ծաղիկներն էլ, չէ՞, նայեք, ծաղիկները ինքն իրենով եւ լավ առիթների համար են եւ Այո։ Իհարկե։ Եվ չես կարող ասել, չէ, ծաղիկը վատ բան է, բայց նաեւ օգտագործում է ոչ թե վատ, համենայն դեպս տխուր։ Ինչպես ես վերաբերում դու այ իրերին եւ նրանց օգտագործման կուլտուրային։ Իրը ինչ է քո համար սնահավատության, սնոտիապաշտության առարկա, թե պարզապես օգտագործման, այսպես միջոց։ Օգտագործման միջոց միանշանակ, որովհետև կյանքում ամենափոքր իրն էլ որ երբեմն թվում է անպիտան, մի ինչ որտեղ պետքական լինում է։ Ասա դուր, քո ձեռքին տեսնում ենք ինչ որ ատրիբուտ, թևնոց, որը հա, դա նշանակություն։ Մեկը օբսիդիան, մեկը ոչ։ Ահա, տեսնում ես։ Մեկը Դուբայի շեխը, մեկը Ասատուր։ Չէ, սա կրում եւ ինչ նշանակություն ունի։ Սա ինչ է, քեզ համար սիրում եմ, ընդ որում տատուի հետ այո, տատուի հետ Արցախի։ Պատմություն ունի այս ամենը, թե պարզապես իր է։ Սիրում եմ։ Ուղղակի սիրում եմ, կրում եմ։ Այո։ Լավ, հիմա տես, այ իրենից ենք խոսում, շատ-շատերը նաև իրենց համար նույն հեռախոսի օրինակով, բնջային հեռախոսի, եթե վերցնենք, ֆետիշացնում են, ասում պետք է լինի թանկ, պետք է լինի այս բրենդի եւ այլ, ցույց տան։ Ինձ համար այ իր է իրականում կապի միջոց։ Ինձ համար զուտ կապի միջոց է։ Բայց մարդիկ տես արի ու տես, որ պատրաստ են վարկ վեստել, տունը գրավ դնել, բայց բռնել հենց այդ հեռախոսը։ Տես, ես ասում եմ դա ինձ համար պարզապես կապի միջոց է, բայց այնուամենայնիվ կան որոշակի գործառույթներ իրականացնող եւ չիրականացնող հեռախոսներ, բնականաբար ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ կարծում եմ անհնար է տաղավարում գտնվող բոլորիս համարել հեռախոսը եւ վերջ, մնացած ամեն ինչ անում է այդ հեռախոսը։ Այո, բայց նաեւ ունեինք նախկինում մոդելներ, որոնք ուղղակի զանգ էին անում։ Դե կապի միջոց է, բայց ի վերջո այդ հեռախոսը մնում է որպես կապի միջոց։ Դե հա։ Ասատուր։ Ջանուջան։ Ոսկեղենից եմ ուզում խոսել։ Մենք հայրս շատ ենք սիրում ոսկի գրել եւ այդ իրը կարծես թե ոչ միայն իր է, այլ նաեւ կապիտալ եւ նաեւ ստատուս։ Եվ այսինքն կարգավիճակ, որը մարդուն դիմացինին մի տեսակ պարտավորեցնում է, հա։ Ոսկեղեն գրող մարդը մտնում է, այսպես ինչ որ մի տեղ, որտեղ հանրային հանրություն է, կարծիքը այլ է։
մոտեցումը այլ է։ Դες իր, որը պարտադրում է, իր, որը քեզ զգաստացնում է։ Քո վերաբերմունքը նման իրերի նույն բրենդերն են, հա, Մաշայի հետ է հիմա նորից էս կբանել։ Չէ, ոսկեղենի պարագայում ինձ համար կարող եմ ասել, չէ, դա կապիտալ է։ Դա կապիտալ է, որովհետև ինքս չեմ կրում ոսկի, ասեմ ավելին։ Իսկ դու գնում ես պահպանում ես այդ ոսկին, երբ որ ոսկի եմ կրում, որոշակի բաներ այո, պարզապես գումարի տեսքով, ոսկու տեսքով։ Տատիկից մնացած մայրիկին, որը դու չես վաճառի երբեք, եւ ինչու։ Անկամ նեղության հաշվի առնելով մեր ավանդույթները, հա, որ դա հիշատակ է, դա հուշ է, պետք է պահել, կարծում եմ այդ կոնտեքստում կպահպանեմ, չնայած նաև չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր կան, չէ՞, մեր պրակտիկայում այդ հինը վաճառում են նորը գնելու համար, պարզաբանելով, որ դրանք այլևս կրելու պիտանի չեն կամ այսպես կոչված թրենդի մեջ չեն։ Չեմ մեղադրում իրենց, բայց նաև վատ չի, երբ որ պահպանում են այդ հինը, հին իրեր սիրում ես։ Հա, անտիկվարիատ, այո, այո, շատ։ Հարց երկուսիդ, ի վերջո, ըստ մեր թեմայի, հա, այ ինչը կարող է ձեզ համար համարվել անպիտան իր։ Դա կարող է եւ նվեր լինել, կարող է եւ տանը լինել, որ ձեզ համար անպիտան է այդ իրը։ Խոամ այսպես։ Պարզապես ինչը կարող է համարվել ձեզ համար անպիտան իր։ Այն ինչ չի օգտագործվում իմ պարագայում։ Ինչը չի օգտագործվում։ Ինչը չի օգտագործվում։ Օրինակ ձեր տունը հեռուստացույց։ Ինչ անես հեռուստացույցը։ Հին հեռուստացույց, որը այլևս չեմ օգտագործում, դա արդեն անպիտան է ինձ համար։ Ինչ է անում այդ Դեն ես հեռուստացույցը։ նետում։ Հագուստը ցավոք ապրում ենք ժամանակաշրջան, որ կարող ես նվիրել անապահովի։ Նույնպես։ Ну, любая техника, в принципе։ Սիրով։ Հանրամաշ տեխնիկան ձեզ համար կարող է լինել անպիտան։ Հեշտ է ձեզ բաժանվել ձեր հին տեխնիկայից կամ հին իրից։ Հեռախոսի հետ ոչ, ուրիշ իրերից այո։ Չէ, Հեռախոսան, որ մեջը նկարներ կան, բան, այդ չեմ կարողանում։ Հեռախոսը փչացել է, ինչ անել։ Փչացել է, նոր ակումուլատոր եմ դնում ու մեկ-մեկ նկարները նայում։ Մենք հայերս հաճախ դժվար ենք հրաժարվում մեր իրերից։ Այսինքն կան ազգեր, որ շատ հա փչացավ, խափանվեց, այդպես անգամ չեն վերանորոգի, դենը կդենեն, նետեն, նորը կգնեն, բայց մենք կարծես թե շատ կարճած ենք մեր իրերին։ Այ դա լավ է թե չէ, այդ էներգետիկան, որը կրում է իրը, մտածել եք դրա մասին։ Լավ, վերցնենք այսպես, Մաշայից սկսեմ, նայ, ասում են մազերը, վարսահարդարման այսպես սրահում, հա, գեղեցկության սրահում, ուրիշի մազերը, իր է, չէ։ Եթե դու կպցրեցիր այդ մարդու էներգետիկան անցնում է քեզ, ուրիշի մատանին դրեցիր, ուրիշի հագուստը հակար։ Այ ուրիշի իր ասվածի մասին, ուրիշինը, որը տալիս են քեզ ինչ-ինչ պատճառներով կամ դու ձեռք ես բերում։ Ուրիշի իր չեմ կրում, որովհետև сами понимаете размер, хотя մեր երկու աստղի ժամանակ Շուշան Պետրոսյանը, за что ей большое спасибо, она мне предложила свои платья, чтобы я была на сцене красивой. И пару раз я в ее платьях выступала. А так, с чужими платьями, конечно, я могу отдать кому-то, чтобы сделали 5-6 этих самых платьев из одного моего. А так, чужое платье я не носила, кроме этого случая. А что касается мазերի հետ կապված, լինում է որ բարիկ ոնց հայերեն Այո։ կեղծամ ենք հագնում, բայց այդտեղ ես ոչ մի ուրիշի էներգետիկա չեմ զգում, որովհետև այդ կեղծամը նույն մեր Զիրոյանն է հայքի, մեր Զարան է հայքի, բոլորիդ էներգետիկան ցես այո, Ընդհանուր օգտագործում։ Мы с тобой դարձել ենք բան, այն որ Ես էլ չեմ հավատում այդ էներգետիկայի փոխանցմանը, ըստ իս դա սնոտիա պաշտություն է։ Առիթներ չեն եղել, միայն երևի թե բեմական ինչ-որ ներկայացումային իրավիճակներում երբ կրել ես ուրիշի հագուստ, բայց որևէ բան չեմ զգացել, չեմ տեսել։ Ես մի հարց ունեմ, հիմա Վայնանակը հիշի մեր այդ ընկերոջը, նվերներ արտ ոճում, այ մոդեռն արտ ոճում։ Մարդը ուզում է քեզ թանկ նվեր անել, գնում, ընտրում է, ենթադրեք մի այս սեղանի չափ հսկա ափսե կամ հսկա մի ծաղկաման, որը շատ թանկ արժե, բայց իրականում ֆունկցիոնալությունը այդ նվերի, կարելի ասել, զրոյին մոտ է։ Այդ մոդեռն արտ այդ նվերները, որ գնում, ընտրում են ինչ-որ մի այսպիսի քանդակ, կամ ինչ-որ, բայց մարդը լավ բան է ուզում անել, բայց իրականում դու այդ ափսեն չունես պահելու։ Շատ գեղեցիկ է, շատ թանկ է։ Շատ է ստացել նման։ Բայց որտեղ պահես։
Չի մտնում պահարանը մեջ։ Սյուր, այսպեսի մի բան։ Լինում է որ տենց բաներ ստանում եմ, կամ եթե կարելի է կպցնել պատին, Չէ, պատին կպցնելու չի, ինքը պահելու է։ Բայց ոչ, լավ, ինչքանի կիլոգրամ ինքը ես շատ վատն եմ, որտեղ ասում, թասի մեջ։ մամ ջան, նայ ես ինչ ես անում։ Չէ, ուր պահես։ Բայց ինքը թանկ Մամ ջան, նվեր նայ է։ ինչ ես անում։ Ինքը, չգիտեմ, ես ինչ որ երկրի արտադրության իրականում ասում այ մի այսպեսի հսկա փաթեթով էլ մտնում է տուն, նվեր։ Ասեմ շատ շնորհակալ եմ, վայ, ինչ լավն է, ոնց է ես ուզում։ Մամ ջան, նայ ինչ ես անում։ Ասատու ջան, հարսանիքներին անդրադառնանք, առաջ հարսանիքներին շատ նվերներ էին տալիս։ Պիտանի, անպիտան, հիմնականում ապսետ, նկարներ, հա։ Օրինակ իմ հարսանիքին ես ստացել եմ մի նկար։ Այս կուզենամ, որպեսզի այդ նվերների պատմությանը նույնպես անդրադառնան։ Բավական պատկառելի մարդ էր եւ լավ մեծ հարսանիք արեցին, դա չի հարցը, բայց մի նկար ստացա։ Տիգրանը Հարևան ունեիք ծանոթ եկել այդտեղից եկավ մեծ գումարներով վարեց։ Այնպեսի հետաքրքիր բան էր, նկարը իրականում անհասկանալի էր, բայց երբ բացեցինք, արժեքն էլ սարսափելի լացելու առիթ տվեց, չէ։ Չէ։ Թվում էր, երևի թե, Արժեքավոր բայց մարդով, դա դրա հարցը չի։ Ինչ է քեզ հիմա ուզեց արժեքը թե նկարը։ Երկուսն էլ, բայց ինչ եմ ուզում ասեմ, հարցը դա չի։ Հիմա թող ես չթվամ այդպես շատ մանրախնդիր եւ նվիրած ձեւականներին չեմ նայում, չէ՞ վերջ։ Բայց իրականում այսօր այդ քաղաքակրթությունը, որ գումար են նվիրում, ավելի երևի թե ճիշտ է, չէ՞ ով ինչ ուզում է գնալ։ Անպիտան ստիպված, ինչ անես, չգիտես, մեկ ուրիշին նվիրես, միգուցե վիրավորես, որովհետեւ նրան էլ պետք չի։ Այ կուզենամ այդ իրերի պատմությունը եւ այդ Չէ, միանշանակ գումարային տարբերակը ընդունելի է, որովհետեւ որքան մարդիկ այնքան կարծիք։ Բնականաբար ես կգնամ իմ տեսակետից, իմ տեսանկյունից, ինձ համար պիտանի, արժեքավոր մի որևէ բան կգնեմ, կամ կհոգամ անունից։ Այո, եւ կպահեմ հուշ, այսպես կոչված, Տիգրանի ու Մարինայի կողմից։ Բայց եթե դուք բերեք ինձ Տիգրանի ասած այդ ռոկոկո վազերից, բնականաբար դա իր պատվավոր տեղը կգտնի Չուլանում։ Ռոկոկոլ չէ, երկաթյա ինչ որ մի գունավոր, ինչ որ մի բան, ինչ որ մեծ թաս, այդ բանի հսկա։ Մի քանի հատ ունի։ Ասատու ջան, իր եղել է, որ քեզ հաջողություն է բերել կամ հակառակ։ Իր, օրինակ ասում են արծիվները, քանդակած արծիվները, այսինքն փայտից քանդակ, բերում են դժբախտություն։ Չգիտեմ, ասում են։ Հաջողություն բերող իր, որպես այդպեսին չեմ ֆիքսել, հաջողություն չբերող իր մինչ օրս ինձ համար դա դրամապանակն է։ Ես որ օրը դրամապանակ եմ բռնում, դա կորում է։ Դրա համար ես չեմ բռնում դրամապանակ։ Այսինքն դրամապանակ, իսկ դու գիտես, որ դրամապանակը ասում են, որ պետք է չառնես, օրինակ, պետք է նվիրեն։ Տիգրանը երբ որ իմ ընկերները բոլոր որ գնում են արտերկիր, ինձ հարցնում են ինչ բերեմ, ասում եմ դրամապանակ բերեք ինձ։ Ոչ թանկ արժեք, բայց ազգային այդպես։ Իսկ դու գիտեք, որ դրամապանակը պետք է լինի կարմիր գույնի, ու մեջը պետք է լինի նաև եւս կարմիր գույն, որովհետեւ դա փող է իր մեջ քաշում։ Այո։ Լսել եմ այդ տեսակետը, բայց արդեն 3 անգամ ես փորձել եմ, 3 անգամ ինձ համար եւ նվիրել են եւ գնել եմ դրամապանակ ու կորցրել եմ։ Բայց ես զարմանում եմ։ Ես զարմանում։ Վահան։ Ինչպես կարելի է հավատալ մի փոքրիկ իրի, հա, այսպես ասում, որի սկինք իր վրայի փոշին չի կարող մաքրել, ինքը ձեզ հաջողություն կամ դժբախտություն կարող։ Բայց փորձել են մարդիկ, հենց բռնել են, օրինակ եղել է։ Բա ոնց տեսածին են ասում են հավատում։ Տեսեք, դա զուգադիպություն։ Օրինակ, չէ, ես որպես օրինակ եմ։ Բայց կարելի է կաշվից մի հատ ինչ որ մարդու ձեռքով պատրաստված իրին կամ կարած $1 բանտիկ պետք է լինի այդպես մեջը կարում ես ու ասում են հաջողություն է։ Երեխեք, այ հիմա կարող եք ծիծաղալ իմ վրա, ինչ ուզում եք արեք, բայց կներեք, էլի երբ ես ծխում եմ եւ սիգարետ եմ գետնում, այդ օրը ես զանգ եմ ստանում աշխատանքի համար ինչ որ մի հատ գործ։ Случайно должно произойти. Один раз так получилось, что я была в бассейне, у меня упала пачка, высыпались все сигареты. Он засветил на стену, Маша с ума. Ջերիկ գործ պետք է գործ կպնելու, ասեմ այսօր հաստատ չի կպնելու, ես այսօր ազատ եմ, լողավազանում եմ, դուրս եմ գալի երևի մի ժամից լողավազանից, տեսնում եմ մի 86 հատ զանգ։ Ջուրջ ես ասում։ Սամվել Գրիգորյանից, մաշուր ես։ Կարմիր խաչ։
ասեմ մաշ դու հիշվես որ մենք այսօր հարսանիք ունենք, ասեմ չէ չեմ հիշում, առաջի անգամ եմ դրա մասին լսում։ Ու ինչ կալեմ ես մի ժամվա մեջ տուն, թողվել, քսվել։ Դե Վահանի մոտ ոնց հասկացա, մեր մայստրոյի մոտ ոչինչ իրի հետ կապված իրերի։ Այդ հարցում Մայստրոն շատ սթափ է ի տարբերություն մեզ։ Չէ, բայց անկեղծ ես զարմանում եմ։ Դու թալիսման ունես, Վահան։ Գործիքն է երևի։ Ոչինչ չունեմ այդ առումով թալիսման։ Ես նման բաների չեմ հավատում, տեղի չեմ տալիս։ Մարդկա նույնիսկ երազներին է հավատում։ Լավ, մի րոպե, թող ես, քանի որ մենք նաև համագործակցում ենք երաժշտական ասպարեզում, հա, երգերի հետ կապված, քո սենյակում կա մի շատ հին խաղալիք, կամ նապաստակ է կամ արջուկ։ Բայց դու այդ տարիքից դուրս ես եկա, ես ուզում եմ հասկանամ այդ արջուկի պահելու նպատակը։ Հիմա արջուկը այլևս գոյություն չունի, ինձ նվիրել էր մի շատ գեղեցկուհի, ինքը արջուկի հետ միասին այլևս չկա։ Այսինքն վիճել ես իր հետ, արջուկի հետ միասին տնից դուրս ես հանել։ Դե բնական արջուկի հետ չէի վիճի, իր հետ եմ վիճել, բայց ձերբազատվել ես արջուկից։ Այո։ Արջուկին իր փոխարեն։ Դաժան մոտեցում ես, կասի արջուկների։ Հասկանալի եմ, լավ, արջուկը ստիպված էր մնում։ Իսկ արջուկն ու նապաստակը թողներ են, բայց դրա մասին չի երգը։ Ինչի մասին է քո երգը։ Թե իրերը հին են, պետք է շպրտես, որ քո պահարանը դու նորով լցնես, մարդկա հավատում է, որ կարպետը հին, մի քիչ էլ մաշի այն, կդառնա դանգին, անպիտան իրեր, խարը ու բազում, ախր դրանք, քեզ էլ չեն սազում, կոտրված իրեր, կուտակ ես պահես, ու նստած հավատաս, թե դու կշահես, ջան։ Շարունակենք մեր զրույցը բլից հարցերով, մեր արդեն ավանդական դարձած բլից հարցերով, տղամարդու կնոջ փնթի կողմը, Մաշա։ Ой, нежелание мыть пепельницы после себя. Ուխ, Ահա, Ասատուր կնոջ փնթի կողմը։ Ինձ համար չխնամված, հա, առանց մեյքափի, առանց վարսահարդարի։ Ինչու բնական գեղեցկություն։ արտնացա, որ հենց կինը բանած, Չէ, այդ ասում ես դա շասեցի ննջարանից դեպի հյուրասենյակ, տանից դուրս։ առօրյա։ Այո։ Миропа, или Мибан Харцена. Давай. Вот тебе приятно целовать, может, да, Ната, извини, целовать женщину, у которой чистая кожа, или у которой 5 килограмм макияжа на лице? Ես ասեցի ննջարանից ու հյուրասենյակից А դուրս։ ты целуешь только на Джаляне? Может. Как скучно с армянскими мужчинами. Договорились. Ձեր բացասական կողմը յուրաքանչյուրից։ Им, ой, излишняя активность, нетерпение, да, к чему-то. Вот հարցակվեցի խեղճտղայի վրա։ Մաշ դու խոյ ես։ Չէ, Սկորպիոն։ Ոյ, Քեցքետի։ понятно։ Ասատուր։ Ես անհամբեր եմ։ Դու Դա ես է վատը։ Հա, դուք երկու անհապերներ իրար կողք եք նստած։ Լավ։ Երբ բարկացած եք, կոտրում եք, բղավում եք, թե լաց եք լինում։ Իրեքը միասին, 3 в одном։ Երևի թե բղավում եմ։ Հայոյախառը, հա։ Ինչ ես բղավում։ Հնչյունային տեխնիկան չվնասենք։ Ոչ եթերեն, հասկացա։ Որ մասնագիտությունը երբեք չէի կընտրի կյանքում։ Медицина. Ինչու՞։ Я не имею права, вот я сама лично не имею права отвечать за чью-то жизнь и преклоняюсь перед врачами. Միանում եմ խոնարհումս մեր բժիշկներին, բայց ես տանել չէի կարողանա հաշվապահություն։ Թվերի հետ սեր չկա։ Ներողություն, ուզում եմ ես բլիցի մի փոքր, հա, ես գիտեմ, որ քո տղան ուզում է ինչ-որ մասնագիտություն ընտրել, որը օրենքի հետ է կապված եւ դու չես խրախուսում։ Իսկ այդ մասնագիտությունը դրա մասին մի փոքր։ Խոսքը ոստիկանի մասին է։ Իմ տղան ուզում է դառնա ոստիկան, որ փոխի սիստեման Հայաստանում։ Ինքը ուզում է, որ գերիշխի справедливость, как по-армянски? Արդարությունը։ Ես հասկանում եմ, որ դա просто детский максимализм,
շատ լավ հասկանում եմ, որ դա չի լինի տենց մխիթարեք ես, Մաշա, մխիթարեք։ Ահա, բայց հույսով եմ, որ տարիներ կա ու ինքը կընտրի ինչ-որ մի հատ ուրիշ իրան սազող մասնագիտություն։ Եվ վերջին բլիցը, ով շատ պիտի վաստակի, կինը թե տղամարդը։ Բնականաբար տղամարդը։ Ինչու։ Որ ասի կնիկ նստի տեղը, հա։ Կնոջ, չէ, բնավ։ Բայց պետք է կարողանա հոգալ կնոջ ծախսերը ըստիս։ Քանի որ կողքս տղամարդ չկա, շատ պետք է վաստակեմ ես, то есть կինս։ Ուզես, չուզես, հա։ Իսկ առհասարակ եթե լիներ ինքը պետք է վաստակեր, թե դու։ Լավ կլիներ, եթե ինքը վաստակեր, ես քեզ գնայի ծով։ Դա աստված մարսյա։ Շնորհակալ ենք։ Հերո պայեք ձեզ անպիտան իրերից եւ ամենակարևորը շրջապատում չլինեն անպիտան մարդիկ։ Շնորհակալ ենք հանդիպման համար։ Իդեպ ես տանը այսպես հավաքում եմ արժեքավոր գինիներ եւ այդ գինիների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում իհարկե վանարդին։ Դու շատ խելացի եւ խորամանկ մարդ ես։ Խորամանկ ինչու։ Խորամանկ չի։ Որովհետեւ գիտես, որ վանարդին խմելուց զատ անգամ իր տարան չի կարող լինել անպիտան։ Եթե որպես իր դիտարկենք, բայց դե տարանում է պետք, եթե այս հրաշահամ գինին արդեն վերջացել է։ Բայց եթե վերջացել է հնար կա։ Նորը պետք է գնել։ Ըմպեք եւ վայելեք աշխարհի 50 լավագույն գինիներից մեկը հայկական վանարդին։ Իհարկե հացը մնում է հաց, բայց ես քեզ ասեմ մի հետաքրքիր գաղտնիք եւ ձեզ հետ նույնպես կիսվեմ։ Նայեք, MG լավաշը եթե անգամ մնում է, իհարկե չի մնում, բայց եթե անգամ մնում է, դուք կարող եք նրանից պատրաստել չիփս։ Գիտես ինչու։ Փորձել ես։ Իհարկե, փորձել եմ, համեմունք եմ ավելացրել, որովհետեւ այնքան լավ համ ունի եւ փորձել ես անգամ եթե չոր ոչ չոր եւ տաք տեղ ես դնում, չի նամշում։ Չի նամշում։ Քո ձեռքում իդեպ ավանդական լավաշն է։ Ահա, նաև ասենք, որ կա ածուխով եւ կանաչիներով նաև դիետիկ լավաշ MG-ից։ Այո, հավանաբար տեխնոլոգիայից է, առանց խմորիչի է պատրաստվում։ Այնպես որ հենց տեխնոլոգիան է հանդիսանում հիմք նրա համար, որպեսզի այն շատ ուշ փչանա եւ իհարկե օգտակար լինի ստամոքսի եւ մարդկանց համար։ Պահպանելով ավանդական հայկական հացի համն ու բույրը MG լավաշ թխվում է հիմա։ Հայդեպ ճիշտ են ասում, որ քեզ տեսնող է եղել գինո օրերին Սարյան փողոցում, բայց ինչ-որ այդպես քողարկված ես եղել գլխարկով, ակնոցներով, հա, դες եղել։ Քեզ են ասել։ Հա, բայց ինչ վատ բան եմ արի, կարող է հանցագործությունում, այո։ Բաց է իրակ առանց ակնոց։ Ես գնացել էի, տեսնեի, այո, մեր գործընկերը արդյոք այնտեղ է թե չէ, ես մունքին էի ման գալիս Թևան Պողոսյանի տաղավարը, գիտես ոնց եմ գտել իրենց։ Ամենա այսպես խիտ հագեցված մարդկանցով տաղավարներ, մի կերպ գտա Գայանեին տեսա, հա, կնոջը, ապա մունքի այդ պաստարը տեսա, մեծ մունքի, մոտեցա ուրախ-ուրախ, արտասահմանցիներ շատ կային, կանգնած, այո, եւ հայեր նույնպես, այսինքն տեղացի հայեր կային, եւ ես ուզեցի այսպեսի մի հետաքրքիր ժեստ անեմ, ասեցի, օ, ինչ է ճիշտ ընտրություն է կարել, մունքը լավագույն գինին է Հայաստանում, երկու հոգի պտտվեցին, մի տեսակ այսպես շատ հետաքրքիր հայերին ու ասին, մենք գիտենք, իբր բացահայտում արեցին, մունքը լավագույն։ Բացահայտում չէ, որ մենք աշխատում ենք լավագույնների հետ եւ պրեմիում դասի հայկական մունք գինիները արտադրվում են նախ սահմանափակ քանակով եւ շուկայում միակն է, որ պատրաստվում են հայկական նռնենի խաղողի տեսակից։ Պրեմիում գինիներ Թևան Պողոսյանից։ Այնպես որ ասենք չասենք, դուք էլ գիտեք, որ մունքը լավագույն գինիներից մեկն է Հայաստանում։ Ուրույն համային հատկանիշներով եւ իհարկե հոգին ջերմացնող գինի է։ Մունք։ Մունք։ Հիմա այն ինչ կասեմ, շատերին միգուցե թվա անհասկանալի, շատերին վախենալի։ Վախենալու չի հաստատ։ Վախենալու չի, որովհետև դա կյանքն է։ Նայր։ Եթե մեր մոտ ուրախ առիթ է լինում, մենք փնտրում ենք, երկար ժամանակ գնում ենք տարբեր սրահներով, տարբեր ծառայությունների ենք դիմում, ծանրութ թեթև ենք անում, կշռում ենք լավն ու վատը, գցում բռնում։ Մենք ունենք ժամանակ, բայց եթե մարդու կյանքում դա կյանք է, հա, ինչ որ մի վատ իրադարձություն է, ինչ որ մի վատը, այսինքն կյանքի հրաժեշտ տալու, հա, այսպես տարբերակ բարեկամի, հարազատի, մտերիմի, ընկերոջ։ Ինչ ենք անում մենք, խոճապի ենք մատնվում։ Ճիշտ է։ Հաճախ մեզ խաբում են, որովհետև եթե
այն ժամանակ կարող ես դու ընտրել, ժամանակ ունես, այսպես ծանր թեթև անել, այստեղ անելանելի վիճակ է։ Ով է փորձում քեզ օգնել, ընկերը, հարազատը, բարեկամը, չէ՞, ինչ որ ամեն մեկը մի օգնություն առաջարկում։ Հաճախ ոչ ճիշտ։ Եվ մենք ման ենք գալիս, որպեսզի գտնենք լավագույն ծառայությունը, որպեսզի քեզ չխաբեն, որպեսզի բազմամյա տարիների փորձ ունենան, որպեսզի լավագույնը ստարժանավույն ճանապարհել էմոցիոնալ վիճակում դու դեռ պետք է չոր բան կազմակերպես։ Գիտես, կա այդպիսի ծառայություն եւ դրա մասին գրեթե բոլորը ցավոք սրտի գիտեն։ Դա վստահ կարող ենք ասել, որ այսօր արդեն անհանգստանալու կարիք չկա, երբ իսկապես հայտնվել եք դժվարին իրավիճակում։ Խոսքը մեր նոր գործընկերոջ Memorial Sco ծառայության մասին է, ով առաջարկում է համալիր ծառայություններ, ընդ որում ամբողջական փաթեթ է առաջարկում, այս սկսած ամենապարզունակ հայ փաստաթղթերի ձևակերպում, նկարի պատրաստում, անգամ եթե հանգուցյալը դեռ նոր է կազմակերպում, կազմակերպում, արարողության կազմակերպում, Memorial սրահի բազմամյա փորձով մասնագետները միշտ պատրաստ են կանգնել ձեր կողքին եւ կիսել ձեր ցավը։ Մենք ժպիտով ենք սա ասում, որովհետեւ սա կյանք է եւ յուրաքանչյուրիս ուշ թե շուտ այս երևույթը այցելում է։ Իվերջո կյանքը ունի եւ դրական եւ նաեւ բացասական բաժ։ Տեխնիկ չէ։ Մենք ունենք տեղեկատվություն ձեզ համար դժվարին պահին, պարզապես պետք է զանգահարել 077 800080, շատ հեշտ է հեռախոսահամարը 800080 կամ քաղաքային համարով 010 70 40 70։ Իդեպ նաև կան սրահներ։ Պարոնյան 21, Ֆանարջյան 76, Այվազովսկի 14, Կոտարակ 4։ Իսկ ով չգիտի Memorial-ի մասին, կարծում եմ ցավոք սրտի նորից եմ ասում, շատերը գիտեն, որովհետև նրանք բազմամյա տարիների փորձ ունեն եւ իրենց գործունեությամբ, այո, ապացուցել են, որ իրենց գործի գիտակն են։ Memorial, վերջին հրաժեշտ արժանավայել կերպով։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Aeroflex առողջական կենտրոնի հիմնադիր տնօրեն ֆիզիոլոգ Կարմինե Գրիգորյանին, բարև ձեզ, բարի գալուստ։ Ողջույն, մարտով 20 տարուց ավել բուժառուներին այսպես առաջարկել եւ բուժել է մարդկանց, ովքեր ունեն Առաջացել, պարզապես ճիշտ շնչել։ Մարդկային լեզվով, հա, այո, մարդկանց բազմաթիվ արձագանքներ ենք լսել, այդ իսկ պատճառով այսօր դուք մեր տաղավարում հյուր եք, ոչ միայն Հայաստանից, այո։ Սիրով ներկայացնեմ իմ մեթոդները, իհարկե վաղուց գիտեն մեր հայրենակիցների մեթոդների մասին, բայց կարող են լինել մարդիկ, ովքեր առաջին անգամ են լսում։ Ես նեյրոֆիզիոլոգ եմ, այսինքն ես զբաղվում եմ նաև այսօր մենք նոր ուղղություն լրիվ ունենք, գիտեք, այս ստրեսային աշխարհում պետք է համահունչ քայլես եւ մարդկանց մոտ ինչ են ասում, բոլոր հիվանդությունները նյարդերից են։ Կամ մրսելուց։ Դե կամ մրսելուց, բայց ճիշտ եմ ասում, վիրուսները այսօր ցավոք շատ են խորացնում ցանկացած քրոնիկ խնդիր, քիչ հետո էլ կներկայացնեմ։ Ինչու, որովհետև տոքսիկացիա է մնում COVID-ից հետո, դա շատ առկա նույնիսկ գոյություն ունի post-COVID-յան սիմպտոմների շարք, երբ որ բոլորը իրար են գումարվում։ Եվ այսօր ինֆորմացիայի այս դարում այնքան շատ է ռիթմը, տեմպը, եւ դու չես կարողանում անցնել, կարդալ, լսել, ուզում ես էսել նայես, անընդհատ Google-ում, այո, որոնց մեջ։ Քնում ես հեռախոսը գրկած, չես անջատվում ընդհանրապես ուղեղով։ Տխուր է, բայց փաստ։ Այո։ Եվ ինչ են լինում այս բոլոր հույզերը, զգացմունքները, էմոցիաները վերում են ստրեսերի։ Ըստ որում ստրեսերը իհարկե կարող են լինել եւ դրական եւ բացասական։ Դրական ստրեսը։ Այո, գոյություն են էուստրեսեր, որոնք օրգանիզմին ադապտացնում են փոփոխվող պայմանների։ Դա շատ օգտակար է մարդու նյարդային համակարգի մարզման համար։ Եվ այսօր դրա համար կարճ այդ ստրեսերը նույնպես դրանցից մեկը շնչը պահելն է։ Չեք ասում։ Իսկ ակամա դրական ստրեսի ժամանակ կարող ենք դրական ճիշտ շնչել։ Թե տեսեք, ցանկացած էմոցիա արտահայտվում է շնչառության փոփոխությամբ։ Զայրույթի ժամանակ այլ ձև ես շնչում, ուրախության ժամանակ, տեսեք, դուք նոր արեցիք զարմանալուց ուրիշ։ Եվ բոլոր էմոցիաները պարզվում են, նստում են մեր դիաֆրագմայի շնչառական մկանի եւ ստոցանու եւ հատկապես արևային հյուսակի շրջանում։ Այ արևելքում էլի, եթե խոսեմ, միշտ այս մասին ասում են կյանքի հիմքն է, էներգիայի պտույտն է, այստեղ չէ դրական ցին կամ կենսական էներգիան այդտեղով է մտնում մեր մեջ դուրս գալիս։ Այսօր էներգիաները շատ քիչ են մարդկանց մոտ, չի բավարարում։ Չի բավարարում մտավոր աշխատողին, չի բավարարում ֆիզիկականին, ինձ մոտ գալիս է ասում է հասարակ ասենք արեստավրա ամբողջ օրը շարժման մեջ եմ, տեսեմ անում, բայց միևնույն է դա այն շարժումը չի մկանային հոդային ողնաշարային ծանրաբեռնվածությունների է բերում։
Իսկ ստրեսը առավել եւս խորացնում է դա։ Ստրեսը գիտեք, հարվածում է մեր օրգանիզմին եւ պիտի ինչ անի, պաշտպանվի։ Պիտի արտադրի մեր մակերիկամը կորտիզոլը տա լյարդին սիգնալ, որ արտադրի շատ պահեստավորված ճարպից գլիկոգենից դուր շաքար, որ գնա մկանը ծախսի, կամ վազենք, կամ հարցակվենք։ Ֆաբրիկա է, դա ստրեսի հետևանքով։ Եվ ինչ ենք անում ստրեսի ժամանակ, այդ բեյ իլի բիգի, հա, խփիր կամ փախիր։ Նախամարդ այդպես է ծնվել, մեր օրգանիզմը այդպես է ստեղծվել, եւ հիմա երբ որ այդ ստրեսային վիճակը գալիս է, մենք փոխանակ ֆիզիկական շարժում կատարենք, գործողություն, մենք նստում ենք, փակվում ենք մեր մեջ։ Մի հատ կծկվում ենք։ Մկան էներգիան չծախսեց, այո, կծկված։ Էներգիան չծախսվեց, այդ ստրեսային տրված շաքարը ավելի շուտ չծախսեց, դրա համար ստրեսից հետո շատերը ունենում են շաքարային դիաբետ։ Ամենամեծ խնդիրը այսօր չափազանց երիտասարդացել է։ Մեկը լինում է երեխաների մոտ շատ հաճախ, նաև վիրուսներից հետո, այ դուք որ սկզբում ասացիք, ես այդ հարցը։ Այսօր վիրուսներից հետո մենք միշտ նկատում ենք ճնշման տատանումների բարձրացում, փոփոխություն, ցանկացած քրոնիկ հիվանդության, դե հոդերը բան պարզ է որ կապված է վիրուսների հետ։ Պապիլոմավիրուսներն էլ չէ, որովհետև շատ են հիմա այդպես որ մաշկային խնդիրները, ցանավորումները նորից պաշտպանական մեխանիզմ են, օրգանիզմը արտանետում է այդ թույնը դուրս, որ քեզ փրկի։ Դրա համար շատ վիրուսներից հետո ալերգիաներն են սրվում, բայց ցավոք ամենամեծ դժբախտություններից մեկը դա հենց շաքարային դիաբետն է, որ ձևավորվում է երեխաների մոտ ու մեծերի, որը գենետիկ բնույթ չի կրում, թե ունի ֆակտոր։ Կա, բայց դա այդքան դրանից չէ։ Ասեմ, որ շաքարային դիաբետը համարվում էր առաջ ոչ ինֆեկցիոն, բայց հիմա այս COVID-ից հետո նույնիսկ շատերն են նշում, որ կան տեսակներ մանրեների, որոնք սիրում են նստել, մեր ենթաստամոքսային եղձում սնվել, օգտակար նյութերի հաստորեն կան նման հետաքրքիր Ավստրալիայի գիտնականները, ամերիկյան այդ փորձը արդեն կատարում են եւ դա բերում է եւ ճարպակալման, այս ստրեսի ժամանակ, եթե դուք չես ծախսում շաքարը, կամ կտա դիաբետ, կամ կտա ճարպակալում։ Ինչ եք խորտ տալիս ստրեսի ժամանակ։ Բայց ճիշտ բան եք ասում, ստրեսի ժամանակ ասում ես, ստրես եմ տանում, ու լցվում եմ։ Ճապոնացիները դրա գաղտնիքը վաղուց գիտեին։ Արտաշնչել եւ կանգնել մեկ ոտքի վրա, կենտրոնանալ, չմտածել վատ բանի մասին։ Ստրեսի ժամանակ անկախ ձեզանից դուք քարանում եք եւ շունչը կտրվում է, փակվում է, սրտի ռիթմը արագանում է, փոխվում է։ Այստեղ մեր սիմպաթիկ համակարգն է ակտիվանում։ Դա մեր ակտիվացնող նյարդային համակարգն է։ Դուք պետք է ակտիվացնեք պարասիմպաթիկը, թուլացնողը։ Դա դուրս է գալիս 10-րդ զույգ ներն է գլխից եւ գալիս է իջնում է դեպի բոլոր ներքին օրգաններ՝ սիրտ, թոք, մարսողական օրգաններ, այս շատերի մոտ ստրեսից ինչ է լինում, ստամոքսն է խանգարվում, ցավեր է տալիս անգամ, սովածանում է մարդը, լուծ են գնում, տարբեր, այո, եւ դրան անուններ են դնում, կարդիոնևրոզ, ստամոքսի նևրոզ, չգիտեմ, նևրոզ, ամենայն դեպս տարբեր նևրոզ։ Ու սկսում ենք նևրոզ բուժել, բայց սպազմից դուրս գալու լավագույն մեթոդը այսօր դա ապացուցված է գիտական տեխնիկայի շնչառական 4-7-8։ Արտաշնչում ենք, 4 հաշիվ շունչ ենք քաշում, 7 պահում ենք եւ 8 հանում։ Բայց ես իմ փորձի ընթացքում այս 20 տարիների ավելի հեշտ մեթոդ ունեմ։ Դուք ուղղակի այդ դեպքում նույնիսկ որ շնչեք, արտաշնչեք, պայեք, չգիտեք ինչպես շնչեք։ Դրա համար շնչում եք ստոծանիով ու սկսում եք արտանետել կեղտոտ օդը, փորը հետ տանելով։ Այ փորձեք։ Այո։ Փչեք։ Ոնց որ մոմ եք հանգցնում, փորը հետ տարեք։ Թարսարեցիք։ Որովհետև չէ, այդ տեխնիկային չեն տիրապետում։ Խնդիրն է։ Բոլորս շնչում ենք կիսատ ու վերևով։ Նորից փորձենք։ Մոմը ձեր առջև, փչում եք մոմը հանգցնեք բերանով։ Որը հետ տարեք, ինչքան տեղ ունեք, ապրեք։ Հիմա քթով շունչ։ Տեսեք, Տիգրանը փորը շնչեց, իսկ ձեզ մոտ քանի որ ասթմոիդ խնդիր կա, ուսերը քարացավ, կրծքավանդակը գնաց։ Հիմա նորից փչեք։ Փորով դատարկեք օդը հետ, այ հիմա մի շնչեք, պահեք, մի քիչ փորը հետ քաշեք, արտաշնչած պահած վիճակը շատ օգտակար է օրգանիզմի համար, սա դրական ստրեսն էր, և հիմա քթով շունչ, ու հիմա շատ դանդաղ, մինչև 10 հաշվելով քթով հանեք, քթով, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10,
5 հաշիվ շնչեք ու շատ դանդաղ 10 հանեք։ Այսա ստրեսից դուրս գալու ինչ զգացիք։ Այ պատմեք ինչ զգացիք։ Թեթևություն։ Թեթևություն եւ պարզություն, մաքրություն։ Աչքերը բացվեց։ Ամենայն անկեղ։ Ես այսպիսի բաներին ես չեմ հավատ, ես շատ պրագմատիկ մարդ եմ։ Մոռացար, որ դու այսօր Միքայել նկարահանում էր ունեցել։ Մոռացար։ Վալյա։ Օ, ես անգամ հիշեցի, որ յուրաքանչյուր խնդրի ծննդաբերության շնչի։ Ստրեսի դեպքում շնչի, շատ։ Մենք ծնվում ենք առաջին շնչով, մահանում ենք վերջին շնչով։ Դիշի։ Իսկ ամենակարևոր ֆունկցիան է մարդու համար։ Եվ նյարդերը, էմոցիաները առաջնային կապված են շնչառության ռիթմի հետ։ Բացվեց աչքերը։ Բոլորը ովքեր անում են այս տեխնիկան։ Թափեցինք օգնածությունը ամբողջ օրվա։ Այո։ Ու պատկերացրեք արեցինք 2 անգամ։ Իրականում 1 րոպեի ընթացքում։ Իսկ եթե 10 րոպե շնչես օրական։ 5-10 ես բացի այս տեխնիկան 3000-ից ավել տեխնիկաներ եմ սովորեցնում իմ հետևորդներին, իմ հաճախորդներին։ Եվ կարևորը որ չեք խճճում։ Արմեն ջան, իսկ կարելի է այնպես շնչել, որ գինովցած այսպես դուք թվացնից ավելի շատ հաճույք կստանաք, որտեղ շատերը կուզենան այդ էֆեկտը ունենան։ Միանգամից խփում է գլխին ալկոհոլը, անոթները լայնանում են։ Մենք հիմա տվեցինք թույլատնող ազդեցություն պարասիմպաթիկ նյարդերի։ Ստրեսը հանեցինք։ Կարգավորեցինք սրտի ռիթմը, շնչառության ռիթմը։ Ընդհանրապես տիրապետելով կամային վարժությունների տեխնիկաներին, ասենք մենք սրտին չենք կարող ասել արագացի դանդաղիր։ Մտքերին չենք ասել մի մտածի, բայց դուք այդ ընթացքում չկարողացաք վատ բաներ մտածել։ Չէ, անհնար է։ Փոխվեց Պահելու, մանավանդ այդ պահելու դեպքում։ Այսինքն հոգեէմոցիոնալ եւ հոգեֆիզիոլոգիական վարժություն էր սա, երբ մենք ձեր մտքի, տրամադրության, նյարդերի եւ ներքին օրգանների վրա համակցված աշխատեցինք։ Սա ընդհանրապես շատ պարզագույն տեխնիկա էր, բայց հիմքերից մեկն է։ Գիտություն, որը Որ ասում էի, որ պատմում էի չէր հավատում։ հավատ եւ ոնց չի հավատում։ Aeroflex տեխնիկայի մասն էր խոսքը։ Իրականում իհարկե անվերջ կարելի է խոսել շնչառության մասին, պատմել, ես անընդհատ ամբողջ աշխարհում, այս տարին իմ միսիան է, ողջ աշխարհում ինձ հրավիրում են ներկայացնելու այս մեթոդը։ Ովքեր հետևում են Telegram-ը նալիքին կտեսնեն նաև ռուսալեզու ձեր կոնտենտը։ Ռուսալեզու, այո։ Փորձեք եւ տեսեք ինչ հիվանդություններից Մենք ձեր ԱՄՆ-ում բազատում։ ենք մասնաճյուղ, մենք միշտ գնում ենք, գալիս եմ, ես այնտեղ եմ ընդունում մեր հայրենակիցներին արդեն վաղուց, մոտ 5-6 տարի, միշտ ինձ հետ են, COVID-ից հետո հատկապես ավելի ակտիվ են, Եվրոպայից են գալիս, դրսից են գալիս, բայց Ռուսաստանում առավել եւս հրավիրում են ինձ ելույթների։ Հիշեք, երբ որ ես իհարկե օֆլայն եմ աշխատում, միանգամից եմ զգում, բայց օնլայն դեպքերում նույնպես աշխատանքը հոյակապ։ Հայերի համար իհարկե մեծագույն օգնությունը կենտրոնը կա Հայաստանում։ Մենք հիմա սկսում ենք նախապատրաստել մասնագետներ ինձնից, բոլոր համայնքները, մարզպետարանները հիմա սկսում ենք ծրագիր մասնագետներ վերապատրաստել եւ մարզերում եւս ունենալ։ Այնպես որ այո, նաեւ ովքեր ուզում են Aeroflex շնչառական վարժությունների այսպես գիտակը դառնալ։ Շատերը չեն հասկանում դա ինչպես կարող է դառնալ մասնագիտություն, բայց սա հիմա կոչվում է 2026-ի, հայ, պրոֆեսիա будущего, հայ, հենց այդպես էլ կոչվում է եւ օրինակ Դուբայում 1 ժամ շնչառական թերապիան արժի $500։ Չեմ կասկածում։ Երբ մեզ մոտ Հայաստանում ընդամենը 3-ից 5000 դրամ ենք տրամադրում, որ ես ամենամատչելի գներն եմ դրել, որպեսզի մեր հաճախորդները կարողան գալ մի ժամ պարապել ու արդյունք ստանալ։ Եվ սա հիպնոզ չէ, սա չէ, մոմ թափել չէ։ Հիմա շատերը մտածեցին, որ տասնյակ երևի 1000 Օնլայն հարթակում մի փոքր իհարկե ինդիվիդուալ է լինում, այնտեղ կարող է լինել մի քիչ ավել, բայց ամեն դեպքում որպես մասնագետ, երբ որ դուք կայանում եք, աճում եք, դուք կարող եք նաև լավ գումարներ աշխատել, որովհետև ճիշտ շնչելը նաև միլիոնատիրոջ լավ մասնագիտություն ինչպես գտնել եւ դիմել ելեք եւս մեկ անգամ դուք քիչ առաջ արեցիք այդ շնչառությունը, ասեմ ձեզ, միլիոնատիրոջ։ Էսպահի մոռացանք, Այն ինչպես է շնչում աղքատը եւ ինչպես է շնչում միլիոնատերը։ Հիմա բոլորը եկեք այս պահին բոլորս այսպես կենտրոնանանք։ Այ հոգսերի տակ մարդը ինչպես կլինի։ Հասկացաք։ Հետացածով նեղված աշխարհի բեռը, չգիտի ինչպես հոգ տանի եւ այլն։ Իսկ ինքնավստահ մարդը դա բնական կեցվածքը։ Այսինքն պարզ էր։ Իսկ որ օրգանն է ամենահզոր ներսողը մարդու ներսից։ Նայեք, հիմա արտաշնչացինք եւ շնչելուց ինչ է։ Ողնաշարը։ թոքերը Թոքերը։ Թոքը բերում է կեցվածքը տեղը, միտքը պարզում է, ինչ արեց, պարզեց միտքը եւ ստիպեց գնալ գործողության։ Այ փորձեք շնչել միլիոնատիրոջ նման։ Արտաշնչեք ուրախացիր։ Շնչելուց կրծքավանդակը ճիշտ լցրեք։
Եվ նույնիսկ զգացեք ոդքերի տակից սկսում եք գումարի, այ ամուր հիմքը, Ախր վրա կանգնած Բենթլին սպասում եք ես, Բենթլին սպասում եք ես։ Եվ վերջեք այդ այն Գրպանում չի, ես իմ օնլայն եմ բաղում գումարները։ Եվ արտաշնչեք ամբողջ վատ մտքերը, հոգսերը, սրան նրան քննադատելը, դրանք ձեզանից էներգիային խլում։ Նախանձելը սրան նրան, բան ասելը, մոռացեք։ Դրա փոխարեն շնչեք։ Զանգահարում եք 010 096 500 756 Կամ այցելում եք Մաշտոցի։ Կամ Մաշտոցի 20 Մաշտոցի 20 շատ հեշտ է։ Ես ասեմ, որ հիմա մեր հոգեֆիզիոլոգիական այս ծրագրերը այն մարդիկ, ովքեր տառապում են նևրոզով, ստրեսով, անընդհատ լարված են եւ դրա հետևանքով տուժում են ներքին օրգանների աշխատանքը, սրտի ռիթմը, շատերը գալիս են ասում են ձեռքս թուլացավ, սիրտս թուլացավ, ռիթմը արագացավ, հանկարծակի մարսողությունս խախտվեց իրար, մտքերս կպչուն մտքեր են, վախը տագնապ է այսօր դարի խնդիր է դարձել։ Դրա համար պետք չէ միայն դիմել դեղորայքի։ Դա սուր վիճակի համար է։ Այո, Քիմյան, այո, ամեն դեպքում ես էլ ֆարմախոբ եմ։ Բնական միջոց է ձեզ առաջարկում Aeroflex-ը, այնպես որ օգտվեք առիթից։ Մենք դեղերը չենք հանում, բայց զուգահեռ երբ որ աշխատում ենք, ես ունեմ դեպքեր 29 հաբը հանել ենք ընդամենը 1.5 ամսվա ընթացքում։ 29 հաբ։ Այնտեղ խնդիրների բուկետ, ծաղկեփուն սրտի վիրահատություններ, ինսուլտներ եւ այլ նույնիսկ այդ բարդ դեպքերից հետո վերականգնողական էտապը պարտադիր է իրականացնել շնչառությամբ։ Դա այսօր նույնպես ողջ աշխարհում գնում է, Ռուսաստանում հիմա շատ թափով ընդգրկում են, այնպես որ սա ապագայի իրակ ծրագիր չէ, գալիս է վաղուց, դա մեր հիմքն է։ Ես շնորհիվ ձեզ ուղղակի ճիշտ ներկայացնում եմ։ Ես ուղղակի սիրում եմ անընդհատ պրպտել, ուսումնասիրել։ Ես միշտ նորագույն տեխնոլոգիաներն եմ ներկրում եւ իրականացնում կենտրոնում, որովհետեւ մենք ծույլ ենք, չենք ուզում վարժություն անենք, բայց ուզում ենք արագ արդյունք ստանանք։ Այդ դեպքերում նաեւ ունենք շատ հետաքրքիր ինովացիոն տեխնոլոգիաներ։ Այնպես որ սիրով սպասում ենք, մենք եւ հետազոտում ենք աչքի ծիածանաթաղանթի օգնությամբ 24 օր գա։ Այսինքն պատրաստ եք այսպես թթվածնային քաշ Կատարեց 10 օրյա կուրս, նորից ենք ստուգում դինամիկան։ Դուք ավելի շուտ ձեր վրա եք զգում, տեսեք դուք մի վայրկյանում զգացիք։ Իրոք։ Միայն Հարստինը չզգացինք, բայց այն բանը երջանկություն։ Որովհետև այդ հատուկ մեդիտացիա այդ միասին պիտի առանձին անենք, դա այդ Հարստինը շոշափելի պետք է լիներ, սպայն փողը։ Դրա համար թող գան գնեն այդ կուրսը։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Այլմեն նաև սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Դե ինչպես միշտ լույս փորձեցինք սփռել այս ամենի վրա, այս երևույթի վրա, ինչքանով ստացվեց, չստացվեց, դիտողությունը ձերն է, եզրակացությունը ձերն է, բայց մենք փորձեցինք այսպես մի փոքր անդրադառնալ իրերին, իրենց պատմությանը եւ սնահավատությանը, ինչ ոչ։ Կարևորը շրջապատի մարդկանց հետ մի վարվեք ինչպես անպիտան իրերի հետ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Լավ ասեցի։